Ընդմիշտ եք մեկնում Հայաստանից։ Հա, Ինչու այստեղ աշխատանք չկար։ դուք չգիտեք որ չկա։ Եկել է ռազմետքի տեսա բան չկա, նորից հետ կերտամ։ Ընտանիքը այնտեղը։ Քանի հոգով եք այնտեղ։ Տղես, աղջիկս, փեսես, հարսս, թորներս, կինս։ Սա ընդեղ վիճակը ժողովրդի գատեսնի փոխվել էր հեչ թե չէ։ Ենե տեսար չէ, ռեզինը սապոկ դահին առաջ ավելի լավ էր։ Ճայ Քանի տարի է ճահիճը։ Իսկ քանի տարի արդեն մեկնել եք այս արտագնա 20 տարի։ Ռուսաստանում ինչ աշխատանք եք անում։ Սեփական կրուզավիկ ունեմ, ես ինձ համար կաշխատեմ։ Իսկ Ռուսաստանը ազատ երկիր է ձեզ։ Այնտեղ ավելի շատ մեզի մարդու տեղ տնեն, քան այստեղ։ Ես ինքս ապրում եմ Դնեպրապետրովսկ։ Այնտեղ եմ բնակված։ Եկել եմ ստեղ ոչմ գործերով։ Նու բայց լավ գործերով չեմ եկել։ Թաղում եմ եկել, թաղում։ Հայաստան վերադառնալու մտադրություն, ցանկություն։ Չէ։ Դե քանի որ այնտեղ տեղակված են, տուն ունեմ, տեղ ունեմ, թորներ ունեմ, երեխեք ունեմ։ Ուկրաինայի դեպքերը, այս զարգացումները ձեզ չվախեցրին, թե ընդհակառակը խրախուսում էիք այդ։ Չէ, ինչ պիտի վախենանք։ Մենք նրանց անդամն ենք։ Մենք ուկրաինական այդ գրաժդանին Ուկրաինա, ուկրաինական այդ ապրողներ ենք, քաղաքացիներ ենք, այո։ Մայդանը չենք էլ, բայց այդ մենք էլ ոնց ասեմ, այդ Պատժկա չենք էլ տվել, բայց էլ չենք մասնակցի քասա։ Հայաստանում այ ելքը կարող է Մայդանի օրինակով լինել, Հայաստանի փոփոխությունների։ Չէ, մեր Հայաստան չի կարող էլի։ Ինչով ըստ ձեզ, տարբեր են ուկրաինացի ու հայ ժողովուրդ։ Շատ։ Ամեն ինչով տարբեր են, բնավորությունով, հետո իրանց այդ խելքով։ Ну, քասա մեր ժողովուրդը հատող սպասեն։ Մեր ժողովուրդը ուրիշ են, իրանք ուրիշ են։ Մեր ընտանիքը ստեղ չէ, մեր ընտանիքը Դնեպրապետրովսկ է։ Բոլորով այնտեղ եք։ Բոլորներս այնտեղ են։ Հա, Աշխատատեղ որ լինի, կգաք Հայաստան։ չէ, իմ աշխատեղս այնտեղ ավելի ուժեղա չեմ ստեղ։ Հա։ Այնտեղ ավելի լավա չեմ ստեղ։ Եվ ինչով եք զբաղվում այնտեղ։ Փոխհավաքելով։ Այդ բիզնեսմեն։ Այնից մտադիր չէ, որ վերադառնամ Հայաստան, որ բիզնես ունեմ, բայց ստեղել չի, վատ չի, ստեղել չի վատ։ Որ երկիր եք մեկնում։ Վոլգոգրադ, Ռոստով յադո Վոլգոգրադ։ Հայաստան կվերադառնաք եւ ինչ նպատակով եք։ Նպատակով երեխեքս այնտեղ է գնամ տեսնելու։ Եթե հարմարվա այս Հայաստանն բարի լավ է, վերադառնանք, եթե չէ այնտեղ մեզի տեղ կտա։ Շատ է վադաց է։ Տեղ չունենք, մենք հայ ենք, բայց հայի հողի վրա տեղ չունենք։ Հայաստանում թոշակն օրական մեզ մոտ մահանում են 4-ից 5 մարդ։ Եթե մի երկու տուն գնանք, այդ թոշակ չի երիքա։ Որսկի բան չուտենք, լուսի գազի չմուծենք, մենակ մերլիտուն էնել մոտիկ մարդիկ են։ Ուզես չուզես ամոթու պդի կնաս։ Սոված կնաս մերի տնա չի բավարարում, որ բոլոր ննչեցելանց տներ կնաս։ Հայաստանի մենակ անուն է մնաց, Հայաստան չկա այստեղ։ Եթե ընդհանուր կոլեկտիվ փոխվի միգուցե այլ երկրից կա թե հասկացող մարդիկ կան, կարող է փոխվի, եթե էսի նույն մնա ավելի բադան է վիճակը։ Ես 72 տարեկան եմ, այն ժամանակ 150 ռուբլի փող ենք ստանում ու բավարարվում ենք այն վաղտվա փողով։ Հիմի ինչ են տալիս։ Մոսկվա ենք մեկնում։ Գնում եք մշտապես, թե գնում եք կարճաժամկետ։ Գնում ենք։ Եթե սենց լնի, երևի մշտապես։ Ի նկատի ունեք սենց ոնց վատ Հայաստանի Դե վիճակը։ այո, վատ, իհարկե, բայց լավա վիճակը։ Ես լավ բան չեմ տեսնում։ Որովհետև աշխատանք չկա, ժողովուրդ սախսովաս կտորվում է։ Հայաստանում եմ մեծացել աշխատանք չունելու պատճառով մեկնում եք Հայաստանից։ Քանի տարեկան եք հիմա այդտեղ։ 24։ Այսինքն այստեղ ոչ մի կերպ չկարողացաք։ Ինչ աշխատանք կա, որ աշխատենք, ընտանիք պահես, երեխա պահես, չկա տենց աշխատանք։ Հայաստանում ինչ գտնես։ Ինչ անես, որտե աշխատես, ինչ կա, դե գործ ասեք, աշխատենք, գնանք աշխատենք։ Աշխատել եմ բենտոնիտ կոմբինատում, փակվել ու թողել եմ գնացել, աշխատանք չկա։ Իսկ Ռուսաստանում արդյոք ձեզ լավ եք զգում, արդյոք չկա ձեր իրավունքների ոտնահարում։
Հայաստանից Դե, լավ Դե ենք զգում։ իհարկե ելնմել է ոտնահարում, բայց փողը ընդեղից է դուրս գալի, ոչ թե ստեղից։ Իմ ընտանիքը ընդեղով եմ կարողանում պահել։ Եթե գիտենամ լավ աշխատանք կա, ինձ լավ աշխատանք կճարեմ, որ իմ ընտանիքը պահեմ, հետ կգամ։ Հայաստանում Հայ ազգի հետ իմ Հայաստանում ապրեմ, աշխատեմ, իմ բարեկամի, ամենքից զրկված բարեկամի չես տեսնում, ոչ մեկի, ոչ հարսանիքի, ոչ մի բանի չես ներկայանում, բոլորի համար էլ վատ է, ինձ համար լավ չի։ 3 ամիս է Հայաստանում եմ, 14 տարի էլ գնում գալիս եմ Ռուսաստան, որ պահեմ երեխեքին։ ընտանիքով չեք որոշել մեկ։ Որոշել եմ։ Այս տարի ուզում եմ ընտանիքով գնալ։ Ոչ մի ելք Հայաստանում չեք տեսնում։ Չէ, ապագա էլ չեմ տեսնում։ Այսինքն փորձեցիք աշխատանք գտնել այս 3 ամիսներին ու ոչ մի կերպ չստացվեց։ Աշխատանք ես արհեստավոր տղա եմ։ Կա աշխատանք, որ ուզես, բայց փող չկա, գին չկա։ Դրանով չես կարող աշխատես, ընտանիք պահես, տուն ստեղծես, ոչ մի բան։ Ռուսաստանում լավ են վճարում։ Հա, շատ լավ, գոյ ենք։ Այ իսկ այնտեղ մարդկանց վերաբերմունքից ո՞նց են հայերի նկատմամբ, հա։ Շատ լավ, նայած։ Դու քեզ ոնց ընդ դրսևորես իրանք։ Եթե լավ դրսևորի, լավ կվերաբերեն, վատ։ Հայաստանին ինչա պետք է, որ փոփոխություն լինի ու դուք գաք։ Գործապետ, աշխատանք, նորմալ վարձատրում։ Ուրիշ ինչ։ Որ գործարանը լինի, ինչ-որ մի բան լինի։ Մեր տունը 12 անդամ են, 12-ից ոչ մեկ չի աշխատում։ Պետական ոչ մի տեղ։ Բա որ աշխատեին, կարող է վատ ապրի։ Որոշեցինք, որպեսզի մնանք Հայաստանում, աշխատանք գտնենք Հայաստանում, շատ երկար ժամանակներ եղել ենք Ռուսաստանի Դաշնությունում, այնտեղ ենք աշխատել Քանի տարի մոտավորապես։ 10 տարի, 11 տարի եւ որոշեցինք վերադառնանք Հայաստան, մնանք Հայաստան եւ ապրենք մեր հայրենիքում, մեր հող, մեր ջրում, այսպես ասած։ Աշխատանք արդեն գտել եք եւ ձեզ բավարարում է ձեր աշխատանքը։ Թե կարելի է ասել բավարարելը որն է, բավարարելը ոչ մի դեպքում չի բավարարում, որովհետև եթե վերցնես Դաշնությունում այնտեղ աշխատանքի, ասենք վճարումը ավելի բարձր է, քան Հայաստանում, բայց դե որ դու Հայաստանում ես, հայաստանցի ես, այսպես ասած, դրա համար մնում ենք, սիրում ենք մեր հայրենիքը, ուզում ենք, որ հայրենիքը շենացնենք ու ապրենք հայրենիքում։ Այսինքն դուք ընտանիքով եք գնացել ու հետ եկաք, թե ընտանիքը այնուամենայնիվ Հայաստանում էր։ Ես ընտանիքով չէի, բայց ընկերներս ընտանիքով են եղել, իրանք էլ են վերադարձել։ Մոտավորապես քանի դեպք կա, հա, որ ընտանիքով հետ են եկել ձեզ հետ։ Կան դեպքեր, այո, կան, ասենք իմ ընկերները երկուսն են եղել, 3-ը այդպես, դե վերադարձել ենք, հիմա ուզում ենք, որ ապրենք Հայաստանում։ Տեսնենք, եթե ստացվի, իհարկե։ Եվ շատ կուզեինք, որ ստացվեր, որպեսզի մնայինք Քանի Հայաստանում։ ամիս, ինչքան ժամանակ արդեն Հայաստանում եք։ Հայաստանում արդեն մի 4 ամիս։ 4 ամիսը Հայաստանում ենք։ Եվ ինչով եք։ Գնալու հույս չկա դեռ, որ հետ պետքա գնանք։ Չենք ուզում, այսպես ասած։ Այ կուզենայի խոսեինք դրսում, հա, որքանով են Ռուսաստանի Դաշնությունում ձեր իրավունքները ոտնահարվում։ Այ մենք տեսանք Հրաչյա Հարությունյանի դեպքը, հա, հային, որը այստեղ շատ բուրն արձագանք եղավ ծաղկավոր խալաթով, երբ հանեցին նրան։ Դուք որպես արհեստավոր, չգիտեմ, երբևէ բախվել եք նման խնդիրների եւ գուցե հենց դա է եղել պատճառը վերադառնալու։ Չէ, մենք այդպիսի խնդիրների չենք բախվել, ունեցել ենք թուղթ, դոկումենտ, մեր ամեն ինչը եղել է օրինական։ Դրա համար էլ կարացել ենք աշխատենք, այսպես ասած։ Աշխատել ենք ու հետ ենք վերադարձել։ Ինչն է Հայաստանում ձեզ պահում, հա։ Հայաստանում դե մեր Ինչ է կարոտում ամենաշատը։ հարազատությունը, եղբայր, քուր, բարեկամությունը բոլորը Հայաստանում են։ Եվ դու մենակ ասենք օտարության մեջ ամեն դեպքում կարոտն է որ բերել է Հայաստան։